Բարև սիրելի ունկնդիրներ, դուք կլսեք Քյախտ sur table հայտագիրը Մարիետ Կարապետյանի հետ։ Դուք կրնաք մեզ լսել նաև Facebook Live-ի, YouTube-ի կամ մեր appli միջոցով ուր որ գտնվիք։ Անցյալ շաբթվա ընթացքին 21 սեպտեմբերին տոնեցինք Հայաստանի անկախության տոնը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ին սովետական միության փլուզում են ետք Հայաստանը հռչակեց իր անկախությունը, կազմեց իր սահմանադրությունը։ 1918 թվականի առաջին հանրապետության դրոշը կարմիր կապույտ նարնջագույնը դարձավ Հայաստանի հանրապետության դրոշ։ Հայաստանի խորհրդանիշը դարձավ կենտրոնում Վահանի վրա պատկերված Արարատ լեռը եւ պատմական Հայաստանի թագավորներեն Չորսի, Բագրատունյանց, Արշակունյանց, Արտաշեսյաններու եւ Ռուբինյաններու զինանշանները եւ Վահանը պահում են արծիվն ու առյուծը։ Իսկ Վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն։ Հպարտ էինք ՄԱԿ-ի միավորված ազգերու կազմակերպության շենքին առջև կծածաներ եռագույնը։ Ունեցանք Հայաստանի Հանրապետություն, անկախ պետություն, ցնծություն էր աշխարհով մեկ, Սփյուռք եւ Հայաստան ձեռք ձեռքի ինչքան մտահոգ էինք, այնքան երջանիկ։ Սակայն այսօր ինչ կնշանակե անկախ պետություն, երբ երկրները շաղկապված են իրարու աս աշխարհայնացած միջավայրի մեջ։ Կապված են իրարու տնտեսապես, քաղաքականորեն, զինվորական դաշինքներով։ Այսօր անկախ են միայն այն զորավոր պետությունները, որոնք իրենց որոշումները կառնեն իշահ իրենց երկրին, առանց որևէ մեկուն հավանությունը սպասելու։ Անկախ են այն զորավոր պետությունները, որոնց բանակն է իրենց անվտանգության երաշխիքը, ոչ թե այս կամ այն գերպետությունը։ Անկախ են նաև այն զորավոր պետությունները, որոնց տնտեսությունը ինքնաբավ կրնա համարվիլ իրենց գյուղատնտեսությամբ, ուժանյութերով, ճարտարարվեստով կամ գիտական ու նորարարության ասպարեզներու մեջ։ Իսկ ուր է Հայաստան այսօր, իբրև անկախ պետություն, իր անվտանգային համակարգով, տնտեսությամբ կամ իր երկրի շահերը պաշտպանելու կարողականությամբ։ Մեր այսօրվա հյուրերն են Քրիստինե Վարդանյանը, Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի պատգամավոր եւ Հարություն Սասունյան, The Californian Courier-ի հիմնադիր խմբագիրը։ Կապվենք անմիջապես Երևան Քրիստինե Վարդանյանին։ Բարի եկած եք Քրիստինե Վարդանյան IPFM եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Քրիստինե Վարդանյան, 34 տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը եւ անցավ աշխարհի մեծ ու փոքր մյուս պետություններու նման դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Խնդրեմ մեզ ասեք, թե ինչ կնշանակի այսօր անկախ պետություն։ Արդյոք նման հասկացողություն դեռևս գոյություն ունի։ Անկախ պետություն նշանակում է, որ պետությունը ազգն է որոշում իր ճակատագիրը, ինքն է որոշում ինչ լեզվով ես խոսում, ինչպիսի պատմություն ես սովորում քո դպրոցներում, ինչպիսի հիշատակի տոներ ես ունենում, ինչպիսի երգեր ես երգում, ինչպիսի առաջնահերթություններ ես սահմանում, որտեղ ես կռվում, քո զինվորները որտեղ են տեղակայում, որտեղ չես կռվում, ինքդ որոշում քո ճակատագիրը։ Այդ ուտոպիստական պատկերացումը, որ անկախ նշանակում է որևէ մեկի հետ հարաբերություն չունենալ, որևէ մեկից որևէ բանից կախված չլինել, նման բան չկա աշխարհում, ամենահզոր պետություններն էլ ունեն կախվածություններ, բայց անկախ նշանակում է ինքդ որոշել սեփական առաջնահերթությունները, ճակատագիրը եւ այն արժեքները, որի վրա դու հիմնված ես։ Դրա համար է եղել դրա համար է հենց մեզ պետք անկախությունը։ Այո, անկախությունը խորհրդանիշեր են, դրոշ է, գերբ է, բայց մեր անկախությունը մեզ պետք է եղել մեր ինքնությունը պաշտպանելու ու զարգացնելու համար, որովհետև ուրիշ ոչ մի պետության կազմում մենք դա անել չենք կարող։ Ավելին, Օսմանյան կայսրության կազմում օրինակ այդ ինքնությունը ոչնչացվում էր։ Մյուս տեղերը սահմանափակվում էր կամ չէր զարգանում։ Դա համար էլ մեզ պետք է անկախ պետություն, անկախ լինել նշանակում է ունենալ սեփական դեմքը եւ կարողանալ սեփական մշակական ինքնությունը, արժեքներ եւ կարողանալ դրանք պաշտպանել ու զարգացնել։
Անցյալ շաբաթվա ընթացքին, ուրեմն քաղաքացիական պայմանագրի 7-րդ համագումարի ընթացքին Նիկոլ Փաշինյան իր մոտ 2 ժամ տևող խոսքի ընթացքին ասավ, թե նոր փուլի մեջ ենք, խաղաղության փուլ, եւ ակնարկեց Վաշինգտոնի մեջ 8 օգոստոսի նախաստորագրված պայմանագրի մասին։ Ալիևի հետ ձեռնվելը, մոռանալ Արցախը, կատարված էթնիկ զտումը նոր փուլ է մեզ համար։ Մենք պետք է եւ կարող ենք բանակցել, դա ոչ ոք չի քննարկում, այդ ունեւ մեր թշնամիների հետ պետք է հանդիպել, պետք է խոսել, պետք է բանակցել, դա չէ հարցը, ուզում եմ ասել, որ մեզ մեղադրանք կա, որ դուք ջղայնանում եք, երբ Այլևի հետ է հանդիպում, դա մենք չենք ջղայնանում, երբ Այլևի հետ է հանդիպում, մենք խնդիր ունենք, երբ Այլևի բոլոր պահանջները բավարար երբ մեր որևէ պահանջ չի բավարարվում եւ դրանով հայտարարում են, որ եկել է խաղաղությունը այլևս իրողություն է։ Մենք խնդիր ունենք դրա հետ եւ որ այսինքն ասում ենք, որ մի խափեք, որ մի թույլատրեք զգոնությունը եւ ասեք, որ խաղաղություն արդեն եկել է։ Մենք ունենք վտանգներ, ունենք սպառնալիքներ, որոնց մենք դեռ պետք է դիմագրավենք։ Այո, կարգավորման գործընթացով պետք է գնալ, այո, պետք է բանակցել, բայց այն թուղթը, որը դուք ստացել եք, արտացոլում է ամբողջությամբ Ադրբեջանի պահանջները, հայկական որևէ շահ արտացոլված չէ, Հայաստանի իրավունքները ավելի են սահմանափակված, Հայաստանը այդ թղթով պարտավորվել է զորքեր չտեղակայել, Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի պատկերացրած ծայրահեղականության դեմ արշավ իրականացնել, Հայաստանը չի լուծել հարցը, Արցախահայերի հարցը չի լուծել եւ այս պարագայում ասում եք մի ստեք, որ դուք խաղաղություն եք բերել եւ միակ պատասխանը, որ մեզ բերում են, ասում են, որ Հայաստանը, Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց որևէ կոնկրետ քարտեզ, որով դա իրականացվել է, դա էլ չկա այդ թղթում, այսինքն մենք որևէ ձեռքբերում չունենք, դրա համար բանակցել պետք է, բայց ձեռք բերել մի թուղթ, որը գրած է խաղաղություն եւ գալ ժողովրդին ասել, որ ձեզ բերել ենք դարի խաղաղությունը, դրան ենք մենք դեմ։ Ի վերջո խաղաղությունը թուղթը չէ, խաղաղությունը իրականությունն է, իսկ մենք իրականությունում դա չունենք։ Դա է մեր խնդիրը, դրա համար մենք հիմա չունենք խաղաղություն, գուցե սահմանին հիմա չեն կրակում կամ ավելի քիչ են կրակում, բայց մեր իրականության մեջ եղել են այդպիսի ամիսներ, անգամ տարիներ, որ Ադրբեջանը չի պատրաստվում հաջորդ հարձակմանը։ Մենք խնդիր ունենք, որ մեր ժողովրդի զգոնությունը չթույլատրվի։ Կարգավորման գործընթացով պետք է գնալ, բայց չպետք է խաբել, որ խաղաղությունը այլևս հաստատված է։ Այդտեղ ենք մենք տեսնում ամենամեծ խնդիրը եւ դա նախընտրական արշավ է, ոչ թե իրականություն։ Իսկ ինչ կմտածեք 8 օգոստոսին ստորագրված պայմանագրի մասին։ Նկատի ունեք թրիփին։ Վաշինգտոնի մեջ ստորագրված պայմանագիրը։ Հարցազրույցը արդեն մենք խոսեցինք, որ այդտեղ բոլորը միակողմանի զիջումներ են, չկա Հայաստանի կողմից ձեռքբերում, ուղղակի օգոստոսի 8-ին մի քանի փաստաթղթեր են ստորագրվել։ Առաջինը այդ համաձայնագիրն է, որով ասում են, որ խաղաղություն է բերվել։ Դա նախաստորագրվել է, դեռևս չի ստորագրվել։ Երկրորդը արդեն թրիփն է, որը մեզ հայտարարում են, որով տարածաշրջանում կոմունիկացիաները ապաշրջափակվում են, լինելու է զարգացում, տնտեսական առևտուր։ Այստեղ խնդիրը ո՞րն է։ Թրիփում միակ հստակ ձևակերպումը, որ ամրագրված է Ադրբեջանի լեքսիկոնով, բառապաշարով ձևակերպումն է, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ կապ Նախիջևանի հետ։ Այլ կոնկրետություն կա այդ պայմանագրում։ Հայաստանի ստանում է փոխադարձ առավելություններ, թե ինչ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը, որևէ մեկը չի կարողանում պատասխանել։ Մենք խնդիր ունենք, որ Ադրբեջանը ամիսներ շարունակ հայտարարում էր, որ ինքը պետք է ստանար անխոչնդոտ կապ ու նկարագրում էր այդ անխոչնդոտ կապը ինչ է նշանակում, որ այդ ճանապարհին հայեր չպետք է տեսնի, եւ այդ ձևակերպումը ամրագրված է այդ համաձայնագրում, բայց դրա փոխարեն որևէ նմանատիպ ձևակերպում, կոնկրետ հստակ ձևակերպում, որ օրինակ Հայաստանի Արարատի մարզից դեպի Սյունիք Նախիջևանի տարածքով անխոչնդոտ կապ է լինել։ Մենք հարց ենք տալիս, արդյոք հայ ուժայինները կարողանալու են օրինակ միջամտել, երբ պատահար է լինում այդ թրիփին, ինչ ռեժիմ է ի վերջո լինելու, հայ սահմանապահները ստուգելու են անձնագրերը, բեռները,
այդ հարցերին կոնկրետ պատասխաններ չկան, որովհետև իրենք էլ չգիտեն, մեզ ասում են, որ դեռ պետք է բանակցեն։ Մենք էլ հարցնում ենք, ինչու եք դուք ստորագրել մի բան, որ կրկնում է Ադրբեջանի բառապաշարը, միակ կոնկրետությունը այն է, ինչ Ադրբեջանն է պահանջել, եւ որտեղ պիտի արտահայտված լիներ մեր շահը, ասում եք, որ դեռ պետք է բանակցեք։ Եվ ամենասարսափելին ու այն է, որ այս փաստաթղթերի ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է դա միջանցք Իլհամ Ալիևը նույն Զանգեզուրի միջանցք անվանեց այդ ճանապարհը, եւ մեզ ուղղակի ասում են, որ դա տերմինների տարընթերցում կա, նույն տերմինները չեք օգտագործում։ Մենք հարցնում ենք, եթե դուք տերմինների շուրջ չեք կարողացել պայմանավորվել, ինչպես եք ասում, որ ամենաբարդ հարցերի շուրջ եք պայմանավորվել, եթե հումանիտար հարցերը չեք կարողացել լուծել, ինչպես եք ասում, որ կոնֆլիկտն եք հանգուցալուծել։ Սա է մեր խնդիրը։ Թրիփի մասին միայն կարող եմ ասել, որ անորոշություններ են, որևէ հստակ պատասխաններ մենք չենք կարողանում ստանալ, միակ որոշակի հանգամանքն է, որ Ադրբեջանը ստացել է այն, ինչը պահանջում էր անխոչնդոտ կապ Նախիջևանի հետ կապվելու համար։ Քրիստինե Վարդանյան, Ադրբեջանի եւ Թուրքիո պահանջներուն մաս կկազմի նաեւ Հայաստանի անկախության հռչակագրեն, հանել Արցախի կետը, հանել նաեւ Արարատը, սահմանափակվել ներկա Հայաստանի սահմաններուն վրա եւ այլն։ Որոնք են այս խնդրահարույց կետերը եւ արդյոք կարելի է անոնք հանել սահմանադրութենեն կամ անկախության հռչակագրեն։ Ադրբեջանի համար, Թուրքիայի համար մշտապես խնդիր է եղել Հայաստանի սահմանադրության նախաբանը, որտեղ կա հղում անկախության հռչակագրին։ Մեր անկախության հռչակագիրը ինքը սատար է կանգնում նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Սակայն սա միակ խնդիրը չէ։ Անկախության հռչակագրում կա նաև կետ, որ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, այսինքն անկախության հռչակագիրը, որը արտացոլված է սահմանադրության նախաբանում, խնդրահարույց է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Սակայն սրանք միակ կետերը չեն։ Մեր սահմանադրության մեջ կա կետ, որը սահմանում հայ-առաքելական Սուրբ եկեղեցու համար, մեր սահմանադրության կետերից մեկով նկարագրված է մեր զինանշանը եւ գրված է սևով սպիտակի վրա, որ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Մասիս սարը, որ եւ Նոյան տապնել է Մասիս սարի վրա, եւ սրանք են հիմնական կետերը, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մինչեւ այն կետը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջեց հրապարակային իմպերատիվ կերպով Հայաստանում փոխել սահմանադրությունը, գործող իշխանությունը քննարկում էր սահմանադրական բարեփոխումներ, այսինքն սահմանադրության մեջ ինչ որ կետեր փոփոխել։ Եվ այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը ասաց, որ դուք ձեր սահմանադրությունը պետք է փոխեք, նոր սահմանադրություն ունենաք, գործող իշխանությունը հայտարարեց նոր սահմանադրություն ունենալու ընթացքի մեկնարկի մասին։ Սակայն այստեղ հարցը այն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սահմանում է, որ կան կետեր, որոնք քվեարկության չեն դրվում, այսինքն չեն քվեարկվում, անփոխարինելի են, եւ դրանցից մեկն է նաեւ մեր նախաբանը, այսինքն այդ կետերը չեն կարող փոփոխվել, ինչ հանրաքվե լինի, ինչ նախագիծ լինի, այսինքն գործող սահմանադրությունը ունի մեխանիզմներ անկախության հռչակագիրը պաշտպանելու համար։ Դրանք անփոփոխելի դրույթներից մեկն է, եւ այստեղ է, որ ուզում եմ հրավիրել բոլորի ուշադրությունը։ Հենց այս պահանջի պատճառով է, որ այլ ելք չգտնելով ինչպես փոխել սահմանադրության նախաբանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 4-րդ հանրապետության մասին, որովհետև միայն այդ տարբերակով է, որ կարող ենք ունենալ միանգամայն նոր սահմանադրություն, որտեղ չի լինի այն նախաբանը, որը խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 4-րդ հանրապետություն ստեղծելու մասին ոչ թե նոր էջի, նոր զարթոնքի մասին հայտարարությունը, այլ Ադրբեջանի պահանջը կատարելու քայլը, որովհետև միայն այդպես կարող են փոխել սահմանադրության նախաբանը։ Իսկ դուք իբրև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր կքննարկեք այս հարցերը ազգային ժողովի մեջ, թե դուք կնքված դաշինքներու կամ հիմնական որոշումներու մասին կտեղեկանաք մամուլեն։
մենք գործող վարչախումբը իր հայտարարությունները քննարկում է ավելի շատ Թուրքիայի քաղաքական շրջանակների եւ Ադրբեջանի քաղաքական շրջանակների հետ, քան Հայաստանի ներսում որևէ քաղաքական ուժի շրջանակի կամ քաղաքացիական հասարակության դերակատարների հետ։ Դրանք փորձում է որովհետեւ կանգնեցնել հանրությանը կայացած փաստի առջև։ Իհարկե ազգային ժողով ինչ որ փուլի գալիս են դրանք եւ մենք փորձում ենք մեր դիրքորոշումները արտահայտել հանրությանը, մենք աշխատում ենք հանրության ամեն ինչ պարզ է, իրենք ունեն սահմանադրական մեծամասնություն, որը թույլ է տալիս առանց որևէ ուժի հետ որևէ քննարկման իրականացնել այնինչ ուզում են։ Մենք հասկանում ենք, որ զսպաշապիկի դեր կարող է կատարել միայն մեր հանրությունը, դրա համար կենտրոնացած ենք հանրության այդ աշխատանքների վրա։ Քրիստինե Վարդանյան, մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները կհավատային Ռուսաստանի Դաշնության հովանավորության, որը այդպես էլ չարդարացրեց իր հովանավորի դիրքը 2020-ին։ Իսկ դուք կհավատաք, որ ինչ որ ձևով Արևմուտքը կգրնա ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Ես հավատում եմ միայն հայ ժողովրդին, հավատում եմ ներքին ուժին, հավատում եմ, որ միայն ներքին ուժի վրա հենվելով, միայն ինքներս մեր առաջնահերթությունները սահմանելով եւ դրանց պաշտպանությանը ուղղված իրատեսական ծրագրեր ունենալով կարող ենք պաշտպանել մեզ։ Ոչ արևմուտքը, ոչ արևելքը, ոչ հյուսիսը, ոչ հարավը չի անելու այն, ինչ պետք է անենք մենք։ Դա ճշմարտություն է բացարձակ բոլոր ազգերի պայմաններում եւ պետությունների։ Իհարկե արդյունավետ դաշնակցային հարաբերություններ պետք են եւ միջազգային հարաբերությունները չեն աշխատում հավատալով, խաբելով, պետք է մշտական արդյունավետ հարաբերություններ պահպանել, գնահատել ճիշտ տարածաշրջանը, հասկանալ, որ ուժերը այդտեղ դերակատարություն ունեն եւ այստեղ մենք չենք կարող տեսնել Ռուսաստանի դերակատարությունը, մենք չենք կարող չենք կարող փակել նաև դուռը որևէ այլ համագործակցության համար, բայց մեզ պետք են իրատեսական առաջարկներ, որտեղից էլ որ դա լինի, եթե մեզ համընկնում է մեր շահերի հետ, մենք պետք է կարողանանք օգտվել։ Եթե կան նման իրատեսական առաջարկներ, մենք շռայլություն չունենք դրանք չքննարկելու, բայց մեր փոխարեն, մեր երկիրը, մեր հասարակությունը որևէ մեկը չի պաշտպանելու։ Արդյոք գերպետությունները չեն, որ կճշտեն տարածաշրջանի կարգավիճակը այսօր, ուրեմն ուր է անկախությունը։ Տարբեր մոտեցումներ կան եւ փիլիսոփայական եւ ընդհանրապես աշխարհայացքային։ Եթե մենք առաջնորդվում ենք նրանով, որ ամեն ինչ որոշվում են գերտերությունները, ուրեմն պետք է շտապ մտնել այդ գերտերություններից մեկի կազմ։ Ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ այո, բնականաբար որքան մեծ ես, որքան ուժեղ է տնտեսությունը, շատ է ազդեցությունը, այնքան ավելի շատ բան է քեզ կախված, բայց փոքր ազգերից էլ շատ հանգամանքներ են կախված, փոքր ազգերը եւ ժողովուրդներն էլ կարող են ոչ միայն մասնակցությունը եւ դերակատարություն ունենալ, այլև ազդեցությունը մարդկության պատմության ընթացքի տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա, դա մեզ ցույց է տալիս Իսրայելը, Մերձավոր Արևելքում, մենք մինչև 2020 թվականը դա ցույց էինք տալիս Հարավային Կովկասում եւ չկա որևէ պատճառ, որպեսզի առաջիկայում էլ մենք դա չկարողանանք ցույց տալ։ Ինձ հարազատում է, որ ամեն ինչ կախված է գերտերություններից եւ ամեն ինչ որոշում են գերտերությունները։ Իսկ եթե Հայաստանը իրապես անկախ պետություն լիներ, ինչ պետք է որոներ։ Պետք է պաշտպաներ իր շահերը։ Պետությունների անկախությունը երևում է, որքանով է այդ պետությունը կարողանում պաշտպանել այն առաջնահերթությունները, այն սահմանադրական նորմերը, որը ինքը հանրահռչակել է։ Հայաստանի Հանրապետության առաջնային պարտավորությունը հայերի անվտանգությունն է եւ պաշտպանությունը։ Դա մենք չենք կարողացել անցնող տարիներին անել Արցախում, դա չենք կարողացել անել Հայաստանի Հանրապետությունում, հիմա չենք կարողանում անել այն հայերի համար, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, իսկ հայերի պաշտպանությունը միակ պետությունը պաշտպանությունն է եւ Հայաստանի քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունն է։ Անկախ ինքնիշխան պետություն նշանակում է կարողանալ պահել քո Քրիստինե Վարդանյան, խոսենք քանի մը քաղաքացիական պայմանագրի 7-րդ համագումարի ընթացքին Նիկոլ Փաշինյանի ուրեմն խոսած նյութերի մասին, առաջինը այն համարեց, որ այլևս բանակը իր առաջնահերթը տեղը չունի եւ կտասե 10-րդ, 15-րդ, 50-րդ տեղը եւ կսե, որ դաշինքները չեն, որ կարևոր են
այլ լեգիտիմությունը։ Եվ ատկևերջու ուրեմն խոսեց 4-րդ հանրապետության մասին։ Ես կարծում եմ պետք է դադարենք լուր Նիկոլ Փաշինյանին, ով այսօր կարող է ասել մի բան եւ վաղը ասել դրա հակառակը։ Այսօր կարող է ասել 4-րդ հանրապետությունն է ճիշտ, վաղը ասել 3-րդն էր ճիշտ, ես սխալվեցի, ինչպես հիմա մենք տեսնում ենք 2020 թվականին այս մարդը ասում էր Թուրքիան տարածաշրջան է վերադարձել հայոց ցեղասպանությունը շարունակելու համար, այսօր ասում է ինչի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Նկատի ունեմ, մենք իրար հակասող հայտարարություններից պետք է դադարենք ուղղակի հետևից վազել եւ արձագանքներ տալ։ Համընդհանուր ընդունված փաստ է, պարզ ճշմարտություն է, որ առաջնահերթ ժողովուրդների անվտանգությունը ապահովում են սեփական ուժերը։ Դրա այլընտրանքը աշխարհում չեն մտածել դեռևս, եւ դա հազարամյակների փորձությունը անցած պարզ ճշմարտություն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի աբսուրդային հայտարարությունները կարող են աբսուրդային թվալ այնքան, մինչև չես տեսնում, որ դրանք ամբողջապես համընկնում են Ադրբեջանի պահանջների հետ եւ չես դիտարկում դրանք մի ընդհանուր ծրագրի մաս որպես։ Հայաստանում Ադրբեջանը իրականացնում է դենացիոնալիզացիայի, ապազգայնացման, ազգային ինքնության ոչնչացման ու սահմանափակման քաղաքականությունը ընդհանրապես գործիքն է դրա։ Փաշինյանի այդ հայտարարությունները, եթե ուզում ենք իմաստ գտնել, պետք է դիտարկել Ադրբեջանի, Հայաստանի սահմանափակելու, Հայաստանի բանակի դերի նվազեցման համատեքստում, Հայաստանին հնարավորինս անպաշտպան դարձնելու համատեքստում։ Սրա պատմական օրինակները շատ են, տարբեր երկրներ, ովքեր օկուպացվել են այլ պետությունների կողմից, այս նույն քաղաքականությունը իրականացվել է, դա իրականացվել է նաև Ֆրանսիայում ֆաշիստների կողմից օկուպացված Ֆրանսիայի մասին է խոսքը։ Հայաստանի դեպքում տարբերությունը այն է, որ ֆորմալ առումով Ադրբեջանի բանակը Երևանում կանգնած չէ, մենք պատերազմ չենք պարտվել, բայց թշնամու հետ համագործակցության կոլաբորացիոնիզմի քաղաքականությունը Հայաստանում վարվում է։ Սա միայն Հայաստանի բնորոշ դիպված չէ, աշխարհի տարբեր պետություններ անցել են այս ամոթի շրջանով, մենք էլ հիմա ենք անցնում եւ այդ շրջանում տեղ գտած տարբեր հայտարարությունները օրվելյան ոճի, որ պատերազմը խաղաղություն է, խաղաղությունը պատերազմ է, այսինքն հարությունաշրջան իրականությունը շուրջ տվող, մենք չենք կարող առանձին մեկնաբանել, դրանք մի ծրագրի մաս են, որի միակ նպատակը Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելն է։ Այլապես այդպիսի հայտարարությունները ինչ իմաստ ունեն։ Նիկոլ Փաշինյանն էր, որ 2020 թվականին հայտարարում էր, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը, եթե չեմ սխալվում, միակ երաշխավորը հայկական բանակն է եւ Հայաստանը ունի տարածաշրջանում ամենամարտունակ տեսեք այս դրամատիկ փոփոխությունը եւ ինքներս մեզ հարց տանք, իսկ ինչու է այդ դրամատիկ փոփոխությունը, որովհետեւ Ալիևը հիմա պահանջում է Հայաստանի բանակի սահմանափակում եւ զինված ուժերի դերի նսեմացում։ Քրիստինե Վարդանյան, վերջին հարցը լալով, ուրեմն ձեր կարծիքով ինչպես կարելի է կերտել հզոր ու անկախ պետություն։ Կարելի է միայն սեփական ժողովրդի հետ աշխատելով եւ մեր առաջնահերթությունը սահմանելով, մեր ինքնությունը պաշտպանելով, սեփական առանձնահատկությունները հաշվի առնելով։ Մենք չենք կարող լինել այնպիսի պետություն 190-ից ավել այլ պետություններն են, մենք պիտի հասկանանք մեր առանձնահատկությունները եւ մենք պիտի հասկանանք մեր նպատակները։ Անիմաստ է կերտել անկախ պետություն, տալ հարկեր, պաշտպանել արյան գնով այդ պետությունը, եթե դա միայն բարեկեցության համար է, միայն հարկ տալու, լավ ապրելու, այստեղ հաց, այստեղ կաց կարգախոսի համար է, որը առաջարկում է գործող իշխանությունը։ Այդպես մենք կարող ենք ապրել աշխարհի շուրջ 200 այլ պետություններում։ Սեփական պետություն իմաստ ունի կերտել, եթե այն պահում է քո ինքնությունը, եթե այն նպաստում է, որպեսզի քո ինքնությունը զարգանա, դու ապրես այնպես, ինչպես հարազատ է քո ժողովրդին։ Ինչպես կարող ենք սրան հասնել, սրան կարող ենք հասնել միայն մեր այս առաջնահերթությունները սահմանելով, միասնականություն ապահովելով այդ առաջնահերթությունների հարցում եւ ազատություն թողնելով երկրորդական հարցերում, որտեղ բոլորս ազատ ենք մեր անձնական կյանքում, մեր նախասիրություններում, մեր մարտավարություններում, բայց ազգերը պիտի ունենան երազանքներ, նպատակներ, առաջնահերթություններ, որոնք պիտի պաշտպանվեն եւ պետությունները ազգերը ստեղծում են հենց այդ նպատակները պաշտպանելու համար։ Ուրեմն միասնականությամբ, հստակ ծրագրերով, առաջնահերթությունները սահմանելով եւ ջանք չխնայելով, որովհետեւ անկախ պետությունը անվտանգություն այն, ինչ որևէ այլ պետություն քեզ տալ չի կարող։ Մեզ անկախ պետություն պետք է,
մեր ինքնությունը պաշտպանելու, երջանիկ ապրելու համար Հայաստանի Հանրապետությունը եւ անհատական երջանկությունը փոխկապակցված արժեքներ են։ Սփյուռքը կարող է այդ հզորության մեջ դերակատար լինել հզոր պետություն ունենալու մեջ։ Ես երբ խոսում եմ հայ ժողովրդի մասին, ես նկատի ունեմ բոլոր տեղերում ապրող հայ ժողովուրդը, մենք գործող իշխանությունների քաղաքական գծի չենք, որ Հայաստանի Հանրապետությունը միայն Հայաստանի անձնի ունեցողների հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ հայերի միակ հայրենիքն է, սա նրանց տունն է, եւ եթե մենք խոսում ենք այդ տունը վերակառուցելու մասին, այդտեղ բնականաբար ոչ թե կարող են, այլ պետք է դերակատարում ունենան բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են համարում եւ իրենց ինքնությունը համարում են հայկական ինքնություն։ Սա մեր բոլորի տունն է, այդ տան քարերը պիտի բոլորս դնենք, բոլորս տարբեր չափով կարող ենք մասնակցել, բայց տունը կառուցում են ընտանիքի բոլոր անդամները։ Անչափ շնորհակալ եմ Քրիստինե Վարդանյան այս հետաքրքիր վերջաբանի համար մանավանդ, հաջողություն կմաղթեմ ձեզ եւ ցտեսություն։ Ձեզ շնորհակալ եմ։ Սիրելի ունկնդիրներ, գնանք հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Արևմտյան ափը ու կապտենք Հարութ Սասունյանին The Californian Courier-ի հիմնադիր խմբագրին։ Բարի եկած եք Հարութ Սասունյան։ Մեր ունկնդիրները ձեզ լավ կճանչնան ձեր շաբաթական վերլուծական խմբագիրներու համար ամեն ուրբաթ օր ժամը 9:30-ին։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ամենայն սիրով շնորհակալ եմ ձեզ։ Հարութ Սասունյան, քանի օր առաջ, սեպտեմբեր 21-ին տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ Խնդրեմ մեզ ասեք, թե ինչ կնշանակի այսօր անկախ պետություն։ Արդյոք նման հասկացողություն դեռևս գոյություն ունի այս աշխարհայնացած մթնոլորտի մեջ։ Ուրեմն ընդհանուրեն սկսեմ մեր պատմության ընթացքին վերջին հարյուրավոր տարիներուն միան 18-ին 20 անկախություն ունեցած ենք, ադգի առաջ կերտանք Իլիգիո թագավորություն, հետո Հայաստանի թագավորություն եւ մեր օրերուն 91-ի անկախությունը։ Ուրեմն այդ կանալ սովորական բան չէ մեզի համար անկախ պետություն ունենալը ճշմարտաբար, բայց ունենք եւ քանի որ մեզ մեջ շատերը սպյուրքի մեջ ծնած մեծած են, մենք գտնալով իրականությունները Հայաստանի Սովետ Միության որպես անդամ երկիր, մեր միտքեն ուրիշ չեր անցներ, եւ որ ավելի փոքր էինք, որ օրը մեր կյանքի ընթացքին պիտի տեսնենք ազատ անկախ Հայաստան։ Չենք կարծել, որ Սովետ Միությունը հսկա պետություն է, ինչպես մենք պիտի անկախանանք։ Երազեինք, բայց երազեինք Այո, երազ ունենք, որ օրը սերունդներ հետո դերևս օրը անկախանա, բայց բարեփոխությունը ունեցանք, որ մեր երազները իրականացան մեր կյանքի ընթացքին, անսպասելի բան էր։ Հիմա որ անկախացանք եւ քանի որ անկախությունը թանկարժեք հաջող է, որ որոշ մեծ ազգեր կան, որ դակամին անկախ պետություն չունեն քյուրդերու նման, իսկ այլ պետություններ, այլ ազգություններ, որոնք անհետացած են, որոնք հին ազգեր են, օրինակ ասորիները եւ այլն, ուրեմն շատ ուրախ եմ անկախություն ունենք, բայց անկախություն ունենալը եւ ասկան դժվարությամբ ստանալը է, ասկան սпасելը է, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այդ մեր ունեցած թանկարժեք քանձը արժևորենք։ Եվ այդպես չմտածենք, որ ասի բարձ բան է, անկախ եղեր ենք, չեղեր ենք, նույն բանն է, այդպես չէ, անկախ լալը մեծ բան է, որ պետք է արժևորենք եւ ամեն ինչ անենք քուրքուրանք, որ չլա որ գործընծնենք, որովհետեւ իմ վախս այն է, որ եթե գործընծնենք, քանի որ փոքր պետություն է, փոքր երկիր է եւ այդքան հզոր պետություն չէ, եթե գործընծնենք, ասված գիտե երբ նորեն արիտ պիտելա, որ անկախ պետություն ունենանք, բռնալա որ մշտական գործընծնենք եւ երբ չվերակտնենք մեր անկախությունը։ Ես մեծապես կքննադեմ անկախությունը եւ գիտեմ, որ մեր Հայաստանի ժողովուրդը, որ հոնձնատ մեծած են, իրենք ամեն արդու արթնալով չեն ասել, ինչ ուրախ ենք, որ անկախ պետության մեջ ենք, իրենք ծննդավայրն է
բայց անոնք որ չի նշանակի որ հայրենասեր չեն, անշուշտ հայրենասեր են եւ իրենք ալ ուրախ են որ անկախ պետության մեջ կապրին, բայց սփյուռքի հայությունը քիչ տարբեր աչքով գնայի, որտեղ մենք Հայաստանեն դուրս ծնած ենք, երազած ենք որ անկախ պետություն ունենանք եւ հիմա որ անկախ է հաջող մենք մեր մտքի մեջ կանչադառնանք որ անկախ պետություն ունենք եւ շատ ուրախ ենք ադոր համար սին բնական ծավալ չենք մոդենալ անկախության որպես բացառիկ հաջող գտնենք Իսկ ձեր կարծիքով նշանակություն ունի անկախություն հասկացողությունը այս մոնդիալիզացիոնի մեջ այդպես ասել Դա շատ լավ հարցում է ուրեմն երբ որ անկախ գսենք իրականության մեջ բացարձակ անկախություն չէ բացարձակ անկախություն գրեթե չկա աշխարհի վրա որ բոլոր երկրները գախյալ են մեկ այլ երկրեմը նույնիսկ ամենահզոր պետությունները օրինակ վերցնենք ամենահզորը Միացյալ Նահանգները ուրիշ կաբրիմ Միացյալ Նահանգները ինքը բավական անկախ է բայց 100% անկախ չէ որտեղ ինքը գործակցի դարբեր դաշնակիցներ ունի ՆԱՏՕ-ի անդամ է եւ հզոր պետություն է դաշնակիցներ ունի դարբեր երկրներում մեջ համացանակներ կնկած է ուրեմն իգնալ գհենի այլ պետություններու վրա որ գրնան օգտակարը լալ իրեն բացարձակ անկախ ամենահզոր պետությունն պետք ունի դաշնակիցներու ուր մնաց մեզի պես փոքր դգար երկիր որ մեր անկախությունը շատ ավելի քիչ է քան թե Ֆրանսիայի կամ Ամերիկայի անկախությունը բայց ունենք անկախությունը եւ այդ մնացածը կմնա մեր ղեկավարության մեր քաղաքական միտքին որ անկախությունը ինչպես զորացնենք պահենք ինչ հարաբերություններ ստեղծենք հաստատենք այլ երկրներու հետ որ մեր երկիրը չվտանգվի Օրինակ սովետական միության փլուզում են յետք Հայաստանը հռչակեց իր անկախությունը Չնայած որ կմնար Ռուսաստանի հովանավորության տակ Այսօր որ այլևս այդ հնարավորությունը չկա այդ հովանավորությունը չկա ինչ կնշանակի Հայաստանը լրիվ անկախ չի գնար մնալ այդ մեջտեղը ինչպես կգնալն Այո ինչպես ասի փոքր երկրները մանավանդ որ մնաց մեծ պետություն만 չխոսենք փոքր երկրները չեն գնար լիագադար անկախ լալ միշտ իրենք գախյալ են մեկ ուրիշ երկիրեմը հիմա Հայաստանը լման անկախ չէ ոչ քաղաքականապես ոչ էլ տնտեսապես արևդուրի մեծ մասը Ռուսիո հետ է Ռուսիան հզոր պետություն է շրջանի մեջ եւ հոնգա Թուրքիա հոնգա Պարսկաստան Ադրբեջանի լուրջ խնդիրներ եղած են եւ կան ուրեմն Հայաստանը իսկապես գախյալ է շատ մի երկիրները եւ միշտ պետք է զգուշ վարվի որտեղ փոքր երկիր է մենք կնանք շատ թյուրությամբ եւ արագ գործընծնել մեր անկախությունը Արդյոք գերպետությունները չեն որ կճշտեն տարածաշրջանի կարգավիճակն այսօր Այո ուրեմն ընդհանրապես աշխարհը այդպես է որ գերպետությունները ունեն իրենց աստեցության ոլորտը եւ շատ մի երկրներ ավելի մեծ երկրներու հովանեի դակ են միան Հայաստանը այդպես չէ շատ մի երկրներ այդպես են եւ Հայաստանը հիմա վերջին տարիներին քիչ ավելի բարդ է վիճակը որտեղ սովետական միության adեն մաս կգազմեինք այդ միության հետո անկախացանք որոշ շապով անկախություն հայտարարեցինք եւ վերջին 30 տարիներուն գախյալ էինք ամեն տեսակետով զինվորական, քաղաքական, տնտեսական Ռուսաստանեն բայց հիմա գրեցնենք որ մեր ներկայ կառավարությունը կփորձե այստեղ դարբեր գարձիկներ կան անշուշտ ախմունի որ որոնց կփոսիս որ Փաշինյանը գերեվատ է փորձե արեմդամեդը լալ բայց շատեր գասկածին այդ մասին
եւ արեմադամետ լալը ինչ օգուտ ունի այդ խոսակցության նյութ է որտեղ արեմուտքը եթե Հայաստանը վտանգվի անկախությունը արեմուտքը ինչ պիտի բանակ ուղարկե որ պատերազմին Ադրբեջանի թեմ Թուրքիո թեմ որ ՆԱՏՕ-ի անդամ է հզոր բանակ ունի եւ ինչու համար օդար բերությունը իր զավակները պիտի զոհե Հայաստանի համար որոշ հայեր ասենք երազային գաղափարներ ունին որ արեմուտքը մեզ պիտի բրգե ես այդ տեսակետին հավատացողներին չեմ ես միշտ կսեմ որ մենք պետք է մենք մեզ բրգենք որքան գրնանք պետք է ուժեղ երկիրը լանք զորք ու ուժեղը լա բայց այստեղ լուրջ խնդիր մգա որպես հայ ժողովուրդ չեմ գիտեր ինչպես ուդեն եկած է ինչպես սկսած է բայց հայոց պատմությունը որ բոլորս էլ գիտենք հազարավոր տարիներու պատմություն ունենք եւ տեսած ենք որ միշտ մեր ժողովուրդը միշտ սպասած է որ դուրսեն բրգիչ մկա եւ մեզի բրգե մեր թշնամիներեն ասիկա միան այսօրվա համար չէ հազարավոր տարի առաջ սկսած է այս մոդեցումը եւ ավելի զարմանալին հետեւյալն է որ այդ հազարավոր տարիներու ընթացքին մեր երկիրը որան հարցակած են, գրաված են, չարթած են, գործանած են, նույնիսկ ցեղասպանության զոհ եղած ենք եւ եթե ավելի քիչ խելամիտ մոդենայինք իրականության մեր ժողովուրդը պետք է շատ ոնց մտածեր որ ուրեմն մեր անիշ որ մենք կսպասեինք ուրեմն ադիգա իրողություն չէ իրականություն չէ բրգիչ չի գա մեզի ինչեր գնեն կսպանեն կճարտեն ուրեմն բրգիչի չսպասենք բայց դարմանալիորեն հագարակ այդ բոլոր փորձանքներուն որ անցած ենք մինչև այսօր թեր այսօր մեր ժողովուրդը կսպասե բրգիչի եւ միշտ բրգիչ փնրդուկի մեջ ենք Սովետմիության ադեն օքեյ այն ադեն Սովետմիությունը որպես իր բեդության մաս մեզի ապահովություն գուդար հետո երբ որ Սովետմիությունը կանտվեցավ եւ Ռուսաստանի հետ տաշնագեցի հետ համացանակիրը ստուակրվեցավ հապկի եւ Ռուսաստանի վրա վստահեցանք մինչեւ 2020-ի պատերազմը մեր ժողովուրդը գսպասեր որ Ռուսաստանը կար մեր օժանդակության պաշտպանության բայց չեղավ սկիզբը Պուտինը ասավ որ Արցախը գապ չունի Հայաստանի հետ մեր համացանակիրը Հայաստանի հետ է բայց հետո 2021-ին եւ 22-ին եւ որ Ադրբեջանը հարձակեցավ Հայաստանի Հանրապետության վրա եւ մտավ սահմաններն ներս եւ մինչեւ Ազերի բանակը սահմաններն ներս նստած է եւ ովևէ ծրագիր չունի դուրս գալու ուրեմն երբ որ այդ բادرացավ նորեն թիմեցին հապկին նորեն սա որ լավ պետք է որ ասարսերը լուզենք պատերազմով նայենք խոսենք փանակցենք ինչպես կրնանք լուծում գտնել մանավանդ որ սկսյալ անդարիներեն որ Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայու մեջ եւ Ուկրաինայու թեմ միան Ուկրաինայու թեմ չէ որ կպատերազմի այլ ամբողջ արևմուտքի թեմ կպատերազմի Ռուսաստանը ովևէ հետաքրքրություն չունի այս իր նեղ վիճակի մեջ սկսի զորք ուղարկելու Հայաստանը պաշտպանելու Ադրբեջանի թեմ կամ Թուրքիո թեմ մանավանդ որ Ռուսաստանի շահերեն կփոխի այն որ իրենք լավ հարաբերություններ մշակեն Ադրբեջանի հետ մանավանդ Թուրքիո հետ կփորձեն որ իրենք Թուրքիան հերացնել ՆԱՏՕ-ին եւ իրենց կողմը քաշել ուրեմն ոչ միայն չդի պայքարին այլ հակառակը կփորձեն սիրաշահել Թուրքիո եւ մանավանդ Թուրքիո եւ Ադրբեջանին ուրեմն իրենք ովևէ հետաքրքրություն չունին իրենց շահը չէ որ Հայաստանի համար ելեն պատերազմ սկսին մանավանդ որ իրենց բանակը լիովին մխրճված Ուկրաինայով պատերազմի մեջ ուրեմն իրենք այդքան հետաքրքրված չեն այո եթե գրնային բանակցություններով լուծեին բայց չլուծվեցավ եւ դեսանք ինչ եղավ արդյունքը գործունեցինք Արցախը եւ հիմա դեսանք այդքան տարիներ որ ժողովրդի մեծ մասը ռուսամետ էր 2020-2023-ին հետո ռուսամետներուն
թվականակը շատ ավելի փոքր է հիմա, ավելի արևմտամետ դարձած են, բայց գլխավոր հարցը նույնը կմնա, որտեղ Ռուսիան չօգնեց մեզի, նորեն եթե բնական դրամապանություն օգտագործենք, պիտի որ լավ, այդպես կերևի որ մեզի օգնող չբդիլա, մենք մեր գլխունջարը նայենք, բայց այդպես չեն ասել մեր ժողովուրդը, ասեմ որ Ռուսաստանը մեզի դավաճանեց, խաբեց, հիմա երթանք փորձենք Ֆրանսիային օգնություն ստանալ, Ամերիկային ստանալ, գշարունակեն հազարավոր տարիներու այդ փրկիչ բնդրդուքի մեջ են եւ վաղը եթե տեսնենք որ Ֆրանսան բանակ չի գրգեր մեզի պաշտպանելու, ասեն ուրեմն Ֆրանսիային բազանցնենք, բայց պիտի շարունակեն Ամերիկան արդյոք կնե, հետո բիցեն Բարսկաստանը կնե, հետո Հնդկաստանը կնե, այսինքն չեն թատրիր մտածել է որ այլևս իմաստ չունի փրկիչ փնտրելը եւ որ ասպաները կբացատրեմ մեր ժողովրդին, ինձ գսեն որ հա, բայց մենք փոքր երկիր ենք, ինչպես պիտի վստահենք մեր ուժերու վրա, որտեղ մեր թշնամիները շատ ավելի հզոր են։ Ես պատասխան ունեմ ադոր։ Պատասխանս այն է որ այո, ես հավ գիտեմ որ մենք փոքր երկիր ենք, դգար երկիր ենք, բայց այդ չի նշանակե որ զենք չպիտի ունենանք, բանակ չպիտի ունենանք, անպաշտպան պիտի մնանք, որտեղ եթե անպաշտպան լաս, ադի արդեն հրավեր է քու թշնամիդ որ կա երկիր մտնե, նույնիսկ գրագելու պետք չունին, եւ որ անպաշտպանես, օտոները գնստին եւ գուկան գմտնեն եւ գասին Երևան։ Ուրեմն Լավ, բայց այս մասին, ինչպես դուք ասիք, ուրեմն սեպտեմբեր 15-ին օրինակ Երևանի մեջ կայացած համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025-ի միջազգային համաժողովի ընթացքին Փաշինյանն հայտարարեց, չէ, որ նախորդ շրջանում մեր արտաքին անվտանգության խոցելիությունները նվազեցնելու առաջին գործիքները եղած են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը եւ կավելցնե որ պատմությունն ապացուցեց որ այս բանաձևը չաշխատեց ուրեմն սխալ էր այդ ջարը ես լսեցի նույնիսկ շաբթովա վերլուծումս այդ մասին գրած եմ եւ նաեւ շարունակեց ասելով որ բանակը ոչ թե պիտի լա առաջին քիծը մեր պաշտպանության կամ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, պետք է լա 15-րդ, 50-րդ, 150-րդ, այսինքն ճիշտ հագարակը պետք է լա։ Ես համաձայն չեմ իր խոսքերուն։ Պետք է մենք հզոր բանակ ունենանք եւ բաժարը որ հզոր բանակ ունենանք, որ թեգուզ ավելի դգար պիտի լա մեր թշնամիներու բանակեն, բայց իմաստ ունի այդտեղ, իմաստը հետեւյալն է որ ասի պամենը որ Փաշինյանը չի հասկնար իմաստը այն է որ եթե զինվիս որքան որ շատ գրնաս զինվել թիմացինը երբ որ դեսե որ թիմասնալ գրվողը բանակը ինքսիկը պաշտպանողը երկու անգամ ավելի կմտածե նախքան հարցակելը որ դեսնա որ ինքնա զոհ պիտի դա այդպես չէ որ բարապ թաշ է թիմացը եւ մտնե մինչեւ Երևան հասնի եւ մարդ մեկ փամփուշ չգրագեր թեմ բայց երբ որ դեսնա որ թիմացություն կա ավելի խորը կմտածի չի արձակած բայց չէ երբ որ պաշտպանություն չունիս չսոր Փաշինյանը գարաժարգե որ չունենանք բանակ չունենանք պաշտպանություն ադի հրավեր է ու ճշտամիտ որ կա եւ վրա արձակվի ճիշտ հագարակը մենք պետք է պատկամը տանք որ չհամարցակից չմտածես հարցակել մեր վրա ադի քեզի սուղ դինստի Փաշինյան այս համաժողովի համագումարի ընթացքին հայտարարեց նաև որ լեգիտիմությունն ավելի կարևոր է քան ռազմական ուժը երկրի անվտանգությունն ապահովելու համար այն նույնիսկ շեշտեց որ այս ռազմավարությունն է որ հնարավոր դարձուցած է խաղաղությունը ինչ լեգիտիմության մասին է խոսքը լեգիտիմություն որու մոտ ուրեմն այստեղ երկու լուրջ հարցեր կան որոնց հետ համաձայն չեմ երկուքին Փաշինյանի հետ ուրեմն անընդհատ դերշին դարներուն սկսավ ասելու որ մենք կադաստրի թուղթ չունենք ինչպես չունենք Հայաստանը մագի անդամ է իր սահմանները հստակեն թե մենք ինչ երազներ ունենք ադիկա մեկ կողմ ցկենք հիմա բայց ունենք պետություն մեր սահմաններով իր կառավարությունով որ մագի անդամ է կադաստրի թուղթ պետք չունենք վկայության թուղթ պետք չունենք որ մենք պետություն ունենք ադիկա մեկ երկրորդը դա ելույթի մեջ շատ ավելի անիմաստ ասավ որ եթե մենք լեգիտիմություն ունենանք այնադեն այլ երկրներ մեզի զենք կծախեն իմանալով որ մենք լեգիտիմ երկիր ենք
եւ այդ զենքերը որ մեզի պիտի ծախեն ոչ լեգիտիմ ցևով չպիտի օգտագործենք ասի իմ գարձիկովս լրիվ անիմաստ մեկ խոսակցություն մնե որտեղ զենքի համաշխարհային շուկան որ գա on միակ բանը որ մարդիկ գնային զենք ծախելու թե արդյոք տրամ ունիս որ այդ զենքը վճարես թե ոչ եթե տրամ ունիս ուզես դիկտատորությունը լա դեմոկրասիա լա ինչա լա քեզի զենք կծախեն որտեղ իրենք տրամ պիտի աշխատին լեգիտիմ երկիր է թե լեգիտիմ չէ օտոկրատ է դիկտատոր է ինչ է իրեն չի հետաքրեր իրենց միան գտակը որ զենք կուզես տրամ ունիս եթե տրամ ունիս ինչ որ կուզես քեզի կծախենք մենք եթե տրամը չունիս ուզես տրախտային երկիր եղիր խաղաղ դեմոկրատիկ երկիր տրամը չունիս քեզի մեկ փամփուշ չեն դար Խոսենք նաև 8 օգոստոսի նախաստորագրված պայմանագրի մասին ինչ հետևանքներ կրնա ունենալ այս խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար Well 8 օգոստոսին անշուշտ բոլոր երեք կողմերն ունեին ամերիկան Հայաստանը եւ Ադրբեջանը երեքն ալ իրենց յուրահատուկ շահերը գետաբնտեին ադորման հոնեին թե Ադրբեջանը եւ թե Հայաստանը իրենց համար մեծ բադիվ էր որ սպիտակ դուն եկած են եւ Թրամփի հետ նստած են եւ միասին ուշակիր մսվակրած են երեքով եւ ադիգա իրենց համար մեծ սանք աթումն է որ կարևոր որ իրենց ժողովրդին ասել դեսեք ես ինչ կարևոր ղեկավար եմ մեր երկրին ինչ կարևոր է որ ամերիկան մեզի կարևորություն կուտա սպիտակլան մեջ մեզի հետ համանցանակիր կսվակրե ուրեմն ադիգա իրենք կօգտագործեն իրենց վարգանիշը բարձրացնելու համար Փաշինյանի բարակային հաջորդ հունիսին ասկային ժողովի ընտրություններ կան եւ արդեն Փաշինյանը սկսած է օգոստոս 8-ին ի վեր արդեն օգտագործելու որ սպիտակտունը Թրամփը ասանգրա վատանգրա Թրամփը շատ մոդեռնություն ցույց տվավ բայց Փաշինյանը ուզե օգտվել ինքը անսնաբես եւ իր գուսակցությունը հիմա ես վստահ չեմ որ այդ հանդիպումը դի կոնկրետ ովևէ օգուտ դա Հայաստանին որտեվ ամերիկացիները շեշտեցին բանը որ Փաշինյանը այդ մասին չի խոսիր որ ասի կոմերցիալ բիզնեսի արևդրային համացանակիր է ոչ թե զինվորական այսինքն բարձ հայերենով մարդը գսե որ մեր վրա մի վստահեք որ ցեզի մենք պաշտպանենք բասի պաշտպանենք կապ չունի մենք ցեզի բարձավես ուզեք բիզնես անել այդ ճանապարհը մեր ղեկավարության դակտրեք մենեջմենթի եւ մենք այդ ճանապարհը տրամ աշխատենք այդ ճանապարհով եւ Ադրբեջանը արդեն այդ ճանապարհը գուզեր եւ իրենք ճանապարհ չեն ասել կորիդոր գսեն Տշմախտապար Թրամփն ալի որ գխոսեր սպիտակ մեջ երկու անգամ կորիդոր բառը օգտագործեց ըստ Փաշինյանին կորիդորը ավելի ընդունելի բառ է այսպես բացատրե այո բեմալսի ծավալ որ Թրամփին ոյցեվոչ հագասական բանը չսե բայց ամերիկյան շահը արևդրական է Թուրքիո շահը թե արևդրական է թե ռազմական է թե քաղաքական է որտեղ այդ ճանապարհը Թուրքիան 100 տարի է գերազեր Թուրանի ճանապարհ որ Թուրքիայեն անցնին հասնին Հայաստանի վրայեն մինչև Թուրքմենստան ու այլ թուրքական հանրապետություններ մինչև Չինաստան ուրեմն Թուրքիո շահին է Հայաստանը այդքան օգուտ չունի ասկե բայց Փաշինյանը ինքը օգուտ ունի իսկ ինչ վերաբերի Թրամփին իր օգուտին չէ ինքը երկու օգուտ ունի մեկը անձնական է մյուսը քաղաքական է անձնականը ինչպես Թրամփը հաջող կնշե մինչև այսօր ողսե ամենտեղ ես այսքան բادرազմներ գեցուցի խաղաղություն հաստատեցի ես արժանի եմ Նոբելյան մրցանակի Խելքը միտքը Նոբելյան մրցանակը ստանալ է եւ անընդհատ գիշեցնե Հնդկաստան, Պակիստան, Հայաստան եւ Ադրբեջան, Հայաստան, անշուշտ մի քանի անգամ Հայաստանի դեղ Ալբանիա ասավ անուններն ալ չհիշեր, սխալ կարտասան է Ադրբեջանն ալ չգրծավ հնչել ճիշտ, Ադրբեջան Ուրեմն
որտեղ իր մի առաջ նախին նախագահները մեկը Օբաման Նոբելի խաղաղության մրցանակը ստացած էր եւ ինքը շատ կնախանցի ադգե ասել որ ինչու Օբամային ինչու դվին Օբաման արժանի չէ գսե Նոբելի մրցանակին ես արժանի եմ 8 ամսվա մեջ 8 պատերազմ գերուցած եմ ուրեմն իր խելքը միտքը Նոբելի մրցանակ ստանալն է ինչ է դա կր Հայաստանը Հայաստանը ինչ վիճակի մեջ է օգտյան պետք ունի եւ այլն հիմա երկրորդը որ ավելի երկրի հետ կապ ունի քաղաքական է ամերիկյան շահը կբանչի որ քանի որ հիմա շատ թեժ բայկարի մեջ են Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ եւ վերջին օրերուն երբ որ Թրամփը մագի մեջ խոսեցավ Ուկրաինայի մասին շատ խիստ բաներ ասավ Ռուսաստանի դեմ ուրեմն Ամերիկայի ընդհանուր նպատակը այս համանցանակիրը ստուգրելու շակիրը որ Ռուսաստանը դարաշրջանին հերացնեն մեկ արևմուտքի ներթափանցումը ավելի զորանա եւ երկրորդ ամերիկան ավելի մոդենա Մարսկաստանի սահմանին որ իրենք կնագանեն իրենց ճշնամին Մարսկաստանը կան ճշնամի Ամերիկայի ճշնամի Իսրայելի այդ վաճառը որ վերջին պատերազմին ամերիկան ուղարկեց հզոր օտանավներ մագոզին ատոմական վայրերը եւ Թրամփը գսել նորեն պիտի հարվածենք եթե նորեն սկսին ատոմական գործողություններով ուրեմն ամերիկայի նպատակն այն է որ Ռուսաստանը հերացնել մեկ երկրորդ Ռուսաստանի սահմանին մոդենալ որ եթե պետք է լա ամիջապես ատեղեն հարվածեն շատ ավելի մոդեն լավ այս բոլորը քննարկել են վերջը տեսանք որ ուրեմն 2020 23 պատերազմի Ռուսաստանը այլևս Հայաստանին հովանավորողը չէ արևմուտքի վրա հույս դնել կարելի չէ ինչպես կարելի է ապահովել մեր Հայաստանի անվտանգությունը արդյոք Սփյուռքը որևէ դերակատարություն կրնա ունենալ այս գործին մեջ թե ոչ ուրեմն ինչ կվերապերի Սփյուռքին անկախությունն ի վեր մեր բոլոր կառավարությունները միան հիմա չէ հիմա ուքան այսօրվա բայց 30 տարի է որ Սփյուռքը սկսավ Հայաստանով սպառվել երթալքալ բիզնեսն էլ այցելել եւ այլն իմ կարծիքովս այդ 30 տարիներուն Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի օգտագործության իր կարողության միան 5%-ը օգտագործած է 95%-ը չի օգտագործված այստեղ երկու կողմնալ մեղք ունեն Սփյուռքը պետք գրնար ավելին դնել երկրորդ Հայաստանի կառավարությունները անցյալին ալ ներկային խոսենք հիմա երբեք չեն քաչալերած որ Սփյուռքը Հայաստանի մեջ ավելի մեծ դերակատարություն ունենա եւ տարիներ առաջ սկսան երկքաղաքացիության հարցը բայց երկքաղաքացիությունը որ ես ունեմ առաջին օրեն ես ստացա բայց Հայաստանի կառավարությունը իմ կարծիքովս պետք է փորձե ամեն ցևով թե սիրաշահիլ թե հրավիրել սպիրկայությունը որ Հայաստան կան հայրենիք այցելեն հոն Թրամփ զախսեն հոն ինվեստեն Թրամփ բայց Հայաստանի կառավարությունը երբեք երկքաղաքացիության մասին չի խոսիր մենք ունեինք ժամանակին Սփյուռքի նախարարություն որ Փաշինյանը եկավ ադիգա փագեց եւ ստեղծեց Սփյուռքի գլխավոր հանձնագետար որ այս մարդը ոչ միայն օգուտ չունի Սփյուռքի հետ գամուշ ստեղծելու, այլ եղած գամուշն ալ կանթե, որ հիմա ներկայիս շատ ավելի վատ է Սփյուռք Հայաստան հարաբերությունները, քան թե 30 տարի ի վեր, որ արդեն այդքան փայլուն չէր, բայց հիմա ավելի քեշ է, որտեղ ոչ մեկ ջիկ չի թափվիր եւ Զարե Սինանյանը ինքը նույնիսկ չհասկանար իր պաշտոնն է որ գամուրջի թեր խաղա Սփյուռքի Հայաստանի միջև բայց ինքը բոլոր գամուրջները կքանթե եւ ամեն անգամ որ արիթը հարցազրույց տալու անընդհատ կովերկե Փաշինյանը որ ինչ ղեկավար է այսինքն իր պաշտոնը բահելու մարմաշ ունի եւ ոչ թե Սփյուռքը Հայաստանը մոդեցնելու
Հարություն Սասունյան, այս շաբաթվա սկիզբը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարի ընթացքին Նիկոլ Փաշինյանը խոսեց 4-րդ հանրապետության մասին։ Այս ինչ նոր գաղափար է եւ ինչի համար։ Իմ կարծիքով սա լման անիմաստ բան է, բայց երրորդ տարի է հետևելով Փաշինյանի ելույթներուն, աշխատանքներուն, գրնամ հուշագել կամ գրահել, որ իր մտքի մեջ ինչ ունի, որտեվ անիչ որ գար մինչև հիմա գուքանք թե 4-րդ, 3-րդ, 2-րդ գուքամ ես ասելի եմ այդ մասին, ինքը գուզե որ անիչ որ հիմա գա, ադիգա մորցվի, փակվի, որտեվ 2020-ի պատերազմը չախշախիչ բարդություն գրեց իր իշխանության տակ, հսկայական զոհեր տվին, Արցախը գործունեինք, Հայաստանի մեկ մասը, եւ դակավի մեր քերիները Բաքու բանդերու մեջ են դատվին։ Ուրեմն Փաշինյանը ինքը գուզե որ ադիգա ամբողջ մորցվի։ Արդեն 7 տարի է անընդհատ ինքը գխոսեր իսկական Հայաստան եւ ոչ թե պատմական Հայաստան, Հայաստանի պատմություն, ոչ թե հայոց պատմություն, գխոսեր զինանշանի թեմ, Արարատի թեմ, զինանշանի վրա առյուծ կա, ինչու առյուծ կա, մենք առյուծը պետք է անենք, նույնիսկ չհասկանալ որ առյուծը քաչության նշան է բարձրապես, որտեղ ինքը գսե որ Հայաստանի մեջ առյուծ չկա, ինչու առյուծ տրածենք, չհասկանալ որ նախ սիմվոլ է ադիգա քաչության, երկրորդ նույնիսկ ամենաբարձ վերլուծումով իր ասածը սխալ է որ առյուծ չկա Հայաստանի մեջ, առյուծ կա, ես աչքերով տեսած եմ առյուծը, որոշ մեծարուսներ առյուծ ունեն իրենց վանդակներում մեջ, բայց տասնյակ երկրներ առյուծ ունեն իրենց թրոշակի վրա, զինանշանի վրա, չի նշանակում որ երկրներում առյուծ կա, պարզապես քաչության նշան է ադիգա, սիմվոլ է։ Բայց նույն պատճառաբանությամբ ալ կուզե Արարատը հանել, ասելով որ Արարատը մեր երկրի մեջ չէ, ուրեմն պետք է հանենք։ Որտեղ ինքը բոլոր իր դիրքորոշումները հագասկային են, ուզե գործանել անիչ որ մենք ունենք որպես մեր արմատները, մեր պատմությունը, եւ ինքը այդ դպավորությունը գուտա, որ 2017-ին երբ որ ինքը սկսավ իր իշխանությունը, Հայաստանը հազարավոր տարի գոյություն չի ունեցած։ Հայաստանի պատմությունը սկսած է 2017-ին, եւ ինքը առաջին ղեկավարն է Հայաստանի։ Եվ ինքը զերո գետեն կսկսեր։ Այդպես ասավ Արցախի հարցան զերո գետեն կսկսեմ, ամեն ինչ կուզե զերո գետեն սկսել եւ 17-ին է վեր, հիմա 17-ն ալ բազանցավ, որովհետեւ 20-ի չախշախիչ պատերազմեն հետո, հիմա գուզե որ ինքը եթե ճիշտ կհիշեմ հայտարարեց որ հաջորդ տարի եւ որ ասած ընտրությունները մենք հաղթենք, այն ադեն 4-րդ հանրապետություն պիտի հրճակենք։ Ուրեմն գուզե որ մորցվի ամեն ինչ իր բոլոր սխալները, իր գորուսները, քերիները, զոհերը, ամեն ինչ մորցվի իր 7 տարիներուն, դեռ մորնակ որ հազարավոր տարի առաջվա բաները անոնք գուզե, այսինքն մենք հիմա ունենք ծառը, որ արմադախիլ եղած է, առանց արմադի ծառ գոյություն չունի։ Ինքը այդ ծառը ամեն օր գացինահար է եւ ճուզեր որ մենք մեր արմատներ ունենանք, որտեղ ամեն երկիր ժողովուրդ գհենվի իր անցյալին վրա, ժողովուրդները օտեն չեն ինքած, իրենց շարունակությունն են, իրենց պատմության, իրենց անցյալի, իրենց մշակույթին, բանավատ մենք որպես հայ ժողովուրդ թեև դգար ենք եւ այլն որսենք, բայց ունենք շատ հոյակապ քաղաքակրթություն, քրագանություն, ամեն տեսակի մենք հոյակապ ժողովուրդ ենք, մեծ ցիրկեր ունի մեր ժողովուրդը եւ այդ բոլորը ճուրը թափել, մորնալ եւ ասել որ Արարատը մորցեք, այս մորցեք, սահմանեն անտին մենք ոչ երազ ունենք, ոչ կմտածենք, այսինքն ինքը ոչ միայն սխալ բաներ գսե, այլ նույնիսկ բաներ գսե որ ավելի լավ է որ լուր մնա, քան թե այդպիսի ծիծաղելի բաներ է որ մարդիկ վրան չխնդան։ Նույնիսկ ինքը չգիտեր որ ինչ է իր շահը, օրինակ համար, եթե ես իրեն դիմացը նստած լայի, գսեի որ օքեյ, մենք ալ գիտենք որ վաղ արդու չենք կնար հարցակել Թուրքիա վրա եւ Արևմտյան Հայաստան ազատագրել։ Ուրմնաց ասենք թե Արարատը։ Բայց ինչու պետք է որ այսօր ելենք այս նեղ վիճակի մեջ, խոսենք որ չէ մենք փամը չենք ուզեր
Մենք միան մեր ներգայի սահմաններով կողացած ենք։ Իսկ ինքը պետք ունի ոչ ասել որ հող ուզենք, ոչ ասել որ չենք ուզեր։ Այո։ Իմ բաժարը հետևյալն է։ Հիմա այդպես է, բայց ովևէ մեկը չի գտնար մարգարեանալ եւ գրահել որ հերու աբակային աշխարհի մեջ ինչ փոփոխություններ պիտի լինեն եւ երկրներու սահմանները ինչ պիտի լինեն, որ երկիր պիտի հզորանա, որ երկիրը պիտի դգարանա, որ երկիրը պիտի գործանվի, so երբ որ գսեմ որ չէ հուշ չկա Թուրքիան հզոր է, այո, բայց այսօր հզոր է, վաղը հզոր է, բայց ով գիտե որ 100 տարի հետո Թուրքիան ինչ սա երկիր պիտի լինի։ Հարութ Սասունյան, եզրափակելու համար ըստ ձեզի ինչ ենթահող պետք է հասնելու լիարժեք անկախության։ Ներողություն, ինչով Ինչ ենթահող պետք է, ինչ պետք է ընենք, ինչ պետք է պատրաստենք, որպեսզի վաղը դառնանք լիարժեք անկախ պետություն։ Ուրեմն թիվ 1-ը մի քանի բաներ կան։ Թիվ 1-ը պետք է ունենանք հայրենասեր մեկ եւ երկրորդ կարող կոմպետանտ ղեկավար։ Որտեղ եթե հադի չունենանք, ինչ ալ ունենանք, ամենի հզոր զենքերն ունենանք, պիտի վատնվի, բարաբի պիտի երթա։ So հայրենասեր եւ կարող ղեկավարությունները ամենի առաջին քայլերն են որ պետք ունենք։ Ատկե հետո պետք է բոլորս ամեն ինչ ունենք, մեկ դիտնենք մեր բոլոր ներքին թյուրիմացությունները, դարբերությունները եւ փորձենք օգտակար լինել մեր հայրենիքին, որտեղ մենք ուրիշ հայրենիք չունենք։ Մեր հայրենիքն է։ Անոնք որ գսեն որ չէ, մի խառնվերություն Ամերիկա գաբրես եւ այլն, գսեն որ Հայաստանը իմ հայրենիքս է, անկախ թե ուր գաբրեմ։ Եվ իրավունք ունեմ խառնվելու, ըսելու, գարձիկ հայտնելու Մանավանդ իմ բարակայիս երկակացի եմ, ավելի իրավունք ունեմ, բայց նույնիսկ անոնք որ երկակացի չեն, բոլորս հայրենիքն է։ Ուրիշ հայրենիք չունենք մենք։ Դարբեր դեղեր երկրներում հետ ծնացենք, գաբրինք, բայց ունենք մեկ հայրենիք։ Ուրեմն պետք է որ հայրենիքի վրա քուրքուրալ, պետք է ամեն ինչ անել որ հայրենիքը զարգանա, հաջողի, հարաշտիմե։ Այդ է, այսինքն պետք է որ իսկապես աշխատանք դարվի, որ բահենք անիշ որ ունենք։ Անչափ շնորհակալ եմ Հարութ Սասունյան այս շատ հետաքրքիր զրույցի համար։ Հաջողություն կմաղթեմ ձեզ եւ ցտեսություն։ Խորին շնորհակալություն, բարի օր ձեզ։ Մանավանդ։ Սիրելի ունկնդիրներ, դուք լսեցիք Յաղթյուրտաբլ հայտագիրը, մեր այսօրվա հյուրերն էին Քրիստինե Վարդանյան եւ Հարութ Սասունյանը։ Դուք կրնակ մեզ կրկին լսել Կիրակի ժամը 9:15-ին IPFM 99.5 վրա կամ մեր կայքեջեն radio-ipfm.com Ամբողջական եւ առօրյա տեղեկություններ ունենալու համար հետևեցեք մեր լուրերուն IPFM 99.5 վրա մեր Facebook-ի էջին եւ անշուշտ արագ տեղեկություններ ստանալու համար IPFM-ի app-ին ներբեռնեցեք ձեր հեռախոսներու վրա եւ հետևեցեք մեզ ամենուր։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար եւ ցտեսություն։